ուրեմն Ալեն Սիմոնյանը իմ նկատմամբ կարգապահական վարույց սկսելու մասին դիմել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությանը 2025 թվականի մարտի 4-ին։ Հիշեցնեմ, դա այն օրն էր, երբ ազգային ժողովում քննարկվում էր իմ կողմի շարժանառության մեջ դրված օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսվում էր 2 անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը, այսինքն գործող տուրքերը, եւ բարեբախտաբար նաեւ այդ վարույթը չխանգարեց եւ օրենքը ընդունվեց հաջորդ օրը։ Սա ինչու եմ ասում, որովհետեւ ես այստեղ ուղիղ կապ եմ տեսել, թե ինչու իմ գործընկեր Ալեն Սիմոնյանը իմ նկատմամբ կարգապահական պատասխանատվություն հարուցելու դիմումը ներկայացրել է հենց մարտի 4-ին, այլ ոչ այլ օր։ Նաեւ անդրադառնամ այդ կետին, կուսակցության հաղորդագրության մեջ տարածված է նման միտք, որ Հայկ Սարգսյանը 2 անգամ հրավիրվել է, սակայն չի ներկայացել իր դիմաց դիմումի քննության համար։ Ասեմ, որ դա այդպես չէ, ես մեր կուսակցությանը խնդրել եմ, որպեսզի այդ մասը խմբագրեն, քանի որ ինձ որևէ մեկը չի հրավիրել։